Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ հետ։ Սիրելիներս, Աստվածամայրը քրիստոնեական եկեղեցու այն դեմքն է, այն էակն է, որը յուրաքանչյուր մարդով ուզում է նրան ճանաչել, մեկ բան կարող է սովորել՝ խոնարհություն, սեր, հոգատարություն, մայրություն։ Աստվածամայրը այն փոքրիկ աղջնակն էր ամբողջ տիեզերքի մեջ, որի սրտի մաքրության պատճառով երկնքի արարիչը Հիսուս Քրիստոս ցանկացավ նրա որովայնի մեջ 9 ամիս բնակվել, որպես մարդ ծնվել, գալ այս աշխարհ մեղավոր մարդկությանը փրկելու համար։ Աստվածամայրը այն մարդն էր, ում հարաբերություն Աստծո հետ հավերժական այո էր, երբեք չասաց ոչ, չհրաժարվեց իր ծառայությունից, իր խոնարհությունից, այլ ասաց Տեր, թող քո խոսքի համաձայն ինձ հետ լինի, ես մնում եմ Տիրոջ աղախինը։ Աստվածամայրը այն մեյակն էր, որ նույնիսկ ցավի մեջ լռությամբ կանգնած էր իր որդու կողքը, իր սերը իր լռությամբ էր ցույց տալիս։ Եվ վերջապես Աստվածամայրը այն էակն էր, որ օրինակ էր մայրության եւ կնոջ, ինչպես պետք է ընտանիքը սուրբ լինի, ընտանիքը արդար ու մաքուր ապրի եւ իր նշանածի ամուսնու հայր Հոսեփ եւ իր զավակի Հիսուս Քրիստոսի հետ օրինակը եղան երջանիկ ընտանիքի։ Եվ մենք քրիստոնյաներս փորձում ենք այդ երջանիկ ընտանիքի տիպարը դնել մեր կյանքի մեջ եւ այդ օրինակով ոչ թե պարզապես շուրթերով սերը խոստովանել, մեր խոնարհությունը, մեր հոգատարությունը, այլ լուր գործով, որովհետև սիրո գործերը միշտ լռությամբ են կատարվում ու խոնարհության մեջ են կատարվում։ Այսօր Աստվածամոր վերափոխման տոնն է։ 15 տարեկան մի աղջիկ, որ 3 տարեկանից տաճարի մեջ էր ծառայում, Աստծո տաճարի մաքրությամբ էր զբաղված, Աստծո գիտությունն էր սովորում, հանկարծ Գաբրիել հրեշտակապետն ասում է ուրախած սիրով դուստր, Աստծո համար դու հաճելի եղար, Աստված քեզ ընտրեց, որ մի զավակ ծնես, նրա անունը Հիսուս դնես, որ սա աշխարհի փրկիչը պիտի լինի։ Աստվածամայրը պատասխանեց, որ այո Տեր, մնում եմ քո աղախինը, քո խոսքի համաձայն ես իմ այոն ասում եմ։ 15 տարեկանում ծնեց Հիսուսին։ Ինքը չգիտեր իրեն ինչ էր սպասում, բայց այդ անորոշության մեջ ինքը իրեն վստահեց Աստծուն։ Հակառակ մեզ, որ երբ որ մի բան մեր պլանավորումից այն չի լինում, խառնվում ենք իրար, մեզ կորցնում ենք, հազար մարդու ենք զանգում, փնտրում, ծանոթի բարեկամությունով մեր հարցը լուծել, որ մեր ուզածով լինի։ Բայց Աստվածամայրը այդ անորոշության մեջ, որ չգիտեր ինչ պիտի լինի իր հետ, ինչ էր սպասում իրեն, ինքը վստահեց Աստծուն եւ քայլեց այդ ճանապարհով։ 48 տարեկանում իր զավակի մահը տեսավ, իր զավակի չարչարվելն ու խաչելությունը տեսավ։ Եվ բոլոր նրանք, ում որ Հիսուս բժշկել էր, ում կյանքը որ ուրախությամբ լցրել էր, բոլորը փախան, ինքը իր աշակերտ Հովհաննեսի հետ մնացին խաչի մոտ կանգնած եւ իր զավակի վերջին ցավերը, տառապանքները, կտանքները տեսավ եւ մահը տեսավ։ Հիսուսից հետո ապրեց եւս 12 տարի, բայց երբեք չհուսահատվեց։ Իր սերը ոչ միայն ուրախության մեջ ցույց տվեց իր զավակին, այլև իր ցավը լուր սիրով գնաց մարդկանց մեջ աղոթելու օրինակ դարձավ։ Վստահության օրինակ դարձավ, որ այդ վստահությունը, որ հավիտենական կյանքը կա, ինքը պիտի այդ հավիտենական կյանքի մեջ ապրի, մեկ օր չկասկածեց։ Եվ արդեն 60 տարեկան էր, աղոթքով իր կյանքն ավարտեց եւ վերափոխվեց երկինք։ Այսօր այդ օրն է, Աստվածամոր վերափոխման, երկրից երկինք տեղափոխվելու, Քրիստոսի աջում նստելու, երկնքից մեզ համար իբրև մայր բարեխոսելու, աղոթելու, խնդրելու, որպեսզի մենք էլ փորձենք իր օրինակով այս աշխարհի մեջ կարողանանք ապրել։ Ինչ ասել է խոնարհություն, սիրելիներ։ Ամենապարզ բանը, երբ որ մեկին ասում է սիրի, նույնիսկ սրա մեջ է մարդ այսօր հակառակվում։ Թող առաջին ինքը սիրի, ինքը խոստովանի, ինքը ներողություն խնդրի, ես էլ իրեն կներեմ կամ կմտածեմ այդ սերը խոստովանել թե ոչ։ Աստվածամայր այս օրինակը եղավ ոչ միայն, որ Աստծո խոսքը կատարեց, այլև տեսեք
Հղի էր արդեն, դժվար այսօրվա ճանապարհները չկային, մեքենաները չկային, շտապօգնությունը մեքենան չկար, որ գար նրան տաներ շուտ ծննդատուն ծննդաբերեր։ Նազարեթից ավանակի վրա նստած մի քանի օր պիտի գար Բեթխեհեմ։ Բայց շատ կարևոր էր ամուսնուն չասած դու գնա, ես հղի եմ, ես մնամ տանը, մինչև դու գնաս մարդահամարին մասնակցես վերադառնամ, այլ որտեղ իր նշանածն էր, ինքը այնտեղ էր։ Ցույց տալով, որ անգամ այդ հղիության դժվարության մեջ, որ ծնվելու օրերը մոտեցել էին, ամեն պահի կարող էր նրա երկունքի ցավերը սկսվել, բայց ինքը կամեցավ անգամ այդ ժամին իր ամուսնու հետ լիներ, իր կյանքի կեսի հետ այդ ճանապարհը անցնել, առանց տրտնջալու, առանց դժգոհելու։ Երբ որ հասան Բեթխեհեմ, անգամ իջևանատներում ու հյուրանոցներում նրանց տեղ չտվեցին։ Ծննդաբերությունը տեղ ունեցավ անասնագոմի մեջ։ Իր մանուկը, որ ամենաարժանին էր, ամենաճոխ օրորոց ունենալու, ամենափափուկ բարձրն ունենալու, հանկարծ փոքրիկ մսուրը եւ Սալոմը դարձավ, խոտը դարձավ նրա անկողինը։ Եվ անասունների տակ շունչը նրան ջերմացրեց հունվարին, որ հանկարծ չմրսեր։ Երբ որ գնացին Կանայի Գալիլա Կանա քաղաքը, այնտեղ ուրախության ժամին գինին վերջացավ, Աստվածամայրը բոլորիս համար ամենակարևոր պատգամն է թողել։ Ինչ որ ասի Հիսուս, արեք։ Սա ամենամեծ պատգամն է Աստվածամորից փոխանցված քրիստոնյաներին։ Ինչ որ որդիս ասի, արեք։ Աստվածամայրը ինքն էր իր արգանդի մեջ 9 ամիս նրան պահել ու փայփայել։ Նրա սրտի զարկերը զգացել, նրա առաջին շարժումները զգացել, բայց ծնվելուց հետո չէր մոռացել, որ իր որդին նաև իր արարիչն է ու իր Աստվածն է։ Եվ ինքը իր որդու մասին որպես Աստված է խոսում, ասելով, որ Հիսուս ինչ որ ասի, անպայման արեք։ Ինչ որ Հիսուս ասում է, որևէ մեկս մենք միշտ պատրաստակամ չենք։ Մենք ամեն անգամ աղոթում ենք Տեր, թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է, բայց երբ որ գալիս է ժամ այդ կամքը կատարելու, մենք ուզում ենք մեր կամքը պարտադրել Աստծուն, համոզել, որ մեր ցանկացածը, մեր ուզած ավելի կարևոր է Տեր, քան քո տված պարգևը, որ մենք ավելի լավ գիտենք որն է մեր երջանկությունը, քան դու որ տալիս ես մեզ։ Ես սա է պատճառը, որ մենք մեր ընտանիքի մեջ դժգոհ ենք մեր կանանցից, մեր ամուսիններից, մեր զավակներից, մեր տնից, այն ջերմությունը, որ ունենք, անգամ դժգոհ ենք դրանից։ Կարծես մենք ավելի մեծ բաներ ենք փնտրում, բայց չենք հասկանում, որ այդ փոքրիկի մեջ է, այդ փոքրիկ ջերմության մեջ է քո կյանքի ուրախության գրավականն ու երջանկությունը։ Եվ վերջապես Աստվածամայրը մոր օրինակն է, սիրելիներ։ Ոչ միայն խնամեց, պահեց, պահպանեց, այլև լուր անցավ այդ ցավի միջով։ Պատկերացնում եք, զավակին խաչում են, չարչարում են, ինքը կանգնած նայում է։ Տեսնում է ոնց են իր զավակին սպանում, բայց լուր կանգնած այդ խաչի մոտ։ Ցույց տալու համար, որ ծնողի առաքելությունը ոչ միայն իր զավակի հաջողություն ուրախանալն է, այլև այդ ցավի մեջ լռությամբ համբերել, այդ ցավը տանել, այդ ցավով ուրիշներին մխիթարել, որպեսզի ուրիշները հասկանան, որ սա կյանքի վերջակետը չէ, սրանով աշխարհը չի վերջանում, հակառակը սրա մեջ հույսը կա, լույսը կա հավիտենական կյանքի, որով մենք պիտի ապրենք։ Եվ Աստվածամայրը այս պատգամներով ապրեց ամեն օր, ամեն ժամ աշխարհի մեջ, սիրելիներ։ Մենք քրիստոնյաներս շատ ենք իրեն աղոթում, շատ ենք իր համար իր բարեխոսությունը խնդրում իր որդու առջև, որ մեզ համար խնդրի, որ մեր կյանքը փոփոխության ենթարկվի։ Վերափոխվելը նաև մարդու նորոգության մասին է, որ մարդուն Աստված հնարավորություն է տալիս նաև մահից հետո, ինչպես Հիսուս ասաց, ով որ ինձ հավատում է, թեև մեռնի, պիտի շարունակի ապրել։ Ուրեմն Աստվածամայրը այդ հավատքով ինքը շարունակեց ապրել։ Ապրել երկնքի մեջ, որտեղ իր զավակը խոստացել էր, որ իրեն մենակ չի թողնելու, ինչպես որ մայրը իր զավակին մենակ չթողեց խաչի ճանապարհի վրա։ Այսօր 21-րդ դարն է, սիրելիներ։ Ամեն ուր, ամեն տեղ աշխարհի մեջ խոսում է կանանց իրավունքների մասին։ Ամեն օր քարոզում է, որ կանայք հելեք, ձեր իրավունքներից խոսեք, ձեր ամուսինան հնազանդություն ցուցաբերեք, դուք հավասար եք, դուք այս ունեք, դուք այն ունեք, դուք իրավունք չունեք որևէ մեկին լսելու, որևէ մեկը ձեր ազատությունը սահմանափակելու։ Ինչ այն ժամանակ այդ խնդիրները չկար, բոլոր ժամանակում այս խնդիրները կան։ Սիրո բացակայություն է այս խնդիրները։ Իրավունք պահանջելուց առաջ նախ դու քո իրավունքը պիտի կատարես, քո իրավունքը պիտի գործի դնես։
իրավունքը պահանջելուց առաջ դու պիտի առանց իրավունքի քո խոնարհության մեջ ապրես, սիրո հարաբերության մեջ ապրես։ Աստված ամեն ազատն է ստեղծել յուրաքանչյուր մարդու։ Ամեն մարդ ինքն է որոշում, իր ընտրությամբ է ամեն ինչ կատարվում։ Քո ընտրությունից է կախված նաև քո կյանքի երջանիկ օրերը կամ ցավոտ օրերը։ Աստվածամայրը ընտրեց Աստծո խոսքի համաձայն, ասես թող քո խոսքով լինի ինձ Տեր։ Այդ ամբողջ ճանապարհի մեջ ցավ կար, տրտունջ կար, փախուստ կար, զավակը դեռ չծնված իր զավակի պատճառով մի ամբողջ քաղաքի շրջակայքի մինչև 2 տարեկան երեխաներ Հերովդեսը սպանել տվեց։ Փախան Եգիպտոս, վերադարձան, հետո գնացին Նազարեթ։ Այս ամբողջ ճանապարհը նեղությունը, դժվարություն էր։ Աստվածամայրը չխոսեց իր իրավունքի մասին, ասելով որ գիտես, ես քո հետ նշանվել եմ, որպեսի փափուկ տան մեջ երջանիկ անհոգ ծառաներ ինձ սպասավորեն, ես ապրեմ։ Այլ գնաց այն ճանապարհով, որով իր ամուսինը գնում էր եւ իր ամուսնու թև ու թիկունքն էր։ Ոչ թե ամեն անգամ ամուսնը ասես քո պատճառով մենք փախանք, քո պատճառով մենք այսօր հաշ չունեցանք, այսօր դու հյուսնությամբ շատ փող չգնեցիր, իմ ուզած կոշիկը գնեմ, իմ ուզած շորը հագնեմ, զարդը կրեմ, երբեք չասած այսպիսի բան, այլ հակառակը ինչ որ ուներ, դրա մեջ էր երջանիկ, որովհետև այդ զարդերի ունեցած շորի կոշիկի մեջ չէ մեր երջանկությունը, մեր կյանքի խաղաղությունն ու հանգստությունը։ Դու այդ ամենը կարող ես շատ ունենալ, բայց երբեք հաշ չապրես քո ընտանիքի մեջ։ Դու այդ ամենը կարող ես ավելիով ունենալ, բայց միշտ միայնակ մնալու այդ զգացումով ապրես։ Դու այդ ամենը կարող ես ունենալ, բայց վախով ապրել ես աշխարհի մեջ, որովհետև քո ունեցած այդ ամերժեքները չեն, որ քո հոգու մեջ խաղաղություն են բերում, այլ այն սերը, որով դու կապված ես իրար հետ։ Եվ Աստվածամայրը այս ամբողջ օրերը իր ապրած, իր զավակից հետո անգամ 12 տարի ինքն էր բոլոր մայրերի մխիթարում, խոսում, քարոզում, առաքյալներին ուշ տալիս։ Առաքյալները Աստվածամայրից էին իրենց կարոտ առնում, Հիսուսի կարոտ իրենից էին առնում։ Բայց տեսեք ինչքան գեղեցիկ էր այսօրվա Սողոմոն իմաստունի խոսքեր, ասում էր բոլոր տեսակի խունկերից քո հոտը ավելի անուշ էր։ Բոլոր տեսակի խունկերի հոտից քո ներկայությունը ավելի անուշ էր։ Այսինքն որ դու քո սիրելի հոտով չես կշտանում, այդ հոտը զգալով դու երջանիկ չես լինում, արհեստական հոտերով դու չես կարող երջանիկ լինել։ Երբ որ քեզ բնական տրված սերը վերածում ես արհեստական հարաբերության, այդ արհեստական հարաբերության մեջ ուզում ես երջանկություն գտնել, փոխշահավետ կեցության մեկ տանիքի տակ ապրել, դա դժբախտություն է արդեն մարդու կյանքի մեջ։ Բայց Աստվածամայրը այդ խոնարհությամբ անցավ, յուրաքանչյուրից սովորեցրեց, թե որն է երջանկության այն գաղտնի բանալին, որ կարող ես դու գտնել։ Խոնարհությունը, Աստծո խոսքը լսելը եւ այդ ամենի մեջ քո ունեցած հավատարմությունը։ Իր ամբողջ խոսքին հավատարիմ մնաց Աստվածամայրը։ Ասած մնում եմ Տիրոջ աղախինը, այդ ամբողջ ճանապարհ անցավ որպես աղախին։ Երբեք փողոցներում չհպարտացա, որ ինքը Հիսուսի մայրն է։ Երբեք չասաց, որ իմ զավակը հրաշքներ է գործում։ Երբեք չասաց, որ ես նրա մայրն եմ, ինձ ավելի մեծ պատիվ պիտի տաք, այլ հակառակը, միշտ փորձում էր Հիսուսից հեռու մնալ, որպեսզի ոչ ոք իրեն չնկատի։ Մենք շատ քիչ ենք իրեն այլ սուրբ գրքի մեջ տեսնում։ Ավետման օրը, ծննդյան օրը, Տյառն ընթառաջին եւ խաչելության ժամանակ վերջում։ Շատ քիչ հատվածներ, որ Աստվածամայրը ներկա է ավետարանի մեջ, բայց այդ փոքրիկ ներկայությունների մեջ ամեն անգամ մի պատգամ է թողնում։ Լսեք նրան, մնում եմ Տիրոջ խոնարհ աղախինը եւ անդավաճան սիրով քո կողքը կանգնած եմ որդիս իմ խոսքի համաձայն։ Երբ Սիմեոնը գրկեց մանուկ Հիսուսին, ասաց, որ այս երեխան շատերի անկման եւ բարձրացման պատճառ պիտի դառնա, ասում է Աստվածամոր սրտի մեջով սուր անցավ։ Սուրը ծակեց, այդ ցավը այնքան սուր էր, որ ծակեց նրա սիրտը, որտեվ գիտեր իր զավակը մի օր պիտի զոհաբերվի աշխարհի փրկության համար։ Իր զավակով շատերը կյանք պիտի ունենան եւ այդ կյանքի համար ինքը պատրաստ էր խոնաբար արշարժվելու։ Այսօր մենք 21-րդ դարում ապրողները սիրելիներ միշտ դժգոհ ենք ապրում։ Կարևոր չի ինչից ենք դժգոհ, նույնիսկ մեր կերած ճաշից էլ կարող ենք դժգոհել ու ասել, որ չենք ուտում, լավը չի, համով չի, ինչու այսպես չենք պատրաստել, ինչու այդպես չենք արել։ Մեզ թվում է, թե սրանք փոքրիկ մանրուքներ են, բայց այս մանրուքները չգնահատելու սկսում է մնացած մեծ բաները չգնահատել։ Այն դիմացի մարդու սրտի սերը չգնահատել։
Այն սիրտը, որ քեզ համար բաբախում է, այդ սրտի բաբախը չզգալ։ Այն մարդը, որ սիրով նայում է քեզ, այդ աչքերի նայվածքը խուսափում ես, որ չտեսնես։ Եվ սա բերում է նրան, որ կամաց մարդիկ իրանից հեռանում են։ Եվ այսօր մեկ տան մեջ ապրող 4 հոգին, 5 հոգին իրար հետ կապ չունեն։ Ամեն մեկի համար շատ թանկ էր հեռախոսը, իր ննջասենյակը եւ վերջ։ Հաց ուտելուց, եթե երբեմն իջնեն միասին հաց ուտեն, կլինի, եթե չէ, դա էլ չկա, ամեն մեկը որ ժամին ուզում է, իր ճաշն ուտում է, գնում իր գործին, գալիս, ու սա չի կոչվում այլևս ընտանիք։ Սա կոչվում է տարբեր մարդկանց հետ միատեղ ապրել, բայց ոչ ընտանիք, ոչ սիրո օջախ, ոչ սիրո տաճար, հնարավոր չէ սա պահել, որովհետև մենք թվում է թե այդ պատերը, որ ունեցանք, այդ պատերի մեջ ամեն ինչ ունեցանք, մենք երջանիկ կլինենք։ Ոչ։ Աստվածամայրը ոչինչ չունեցավ այդպես էլ։ Ոչ մի բան։ Նույնիսկ վերջում Աստվածամորը Հիսուս ասաց իր Հովհաննես աշակերտին, իմ մորը քեզ եմ թողնում, եւ Հովհաննեսը վերցրեց, Աստվածամորը խնամեց իր հետ, իր տուն տեղափոխեց, որտեղ ոչինչ չուներ այս աշխարհի մեջ, բայց այն սերը, հոգատարությունը ու խոնարհությունը, որ Աստված դրել էր նրա մեջ։ Եվ այսօր այս վերափոխման տոնին սիրելիներ, մեկ անգամ հրավեր է յուրաքանչյուրիս վերափոխվելու, նոր մարդ դառնալու։ Նոր մարդ պիտի դառնանք մեր կյանքի մեջ։ Քրիստոս եթե եկել է մեր մեջ բնակվելու, մենք չենք կարող նույն ապստամբ հոգով ապրել։ Մենք չենք կարող նույն սողացող մարդը լինել։ Մենք չենք կարող միշտ հպարտությամբ ապրել այս աշխարհի մեջ։ Այլ մի փոքրիկ պիտի հպարտություն ցած իջնես, տեսնես ներքևում ինչ կա։ Մարդիկ ինչ են փնտրում այս աշխարհի մեջ։ Այս բան, որ մենք այստեղ հիմա աղոթում ենք, ուրախ ենք, զվարթ ենք, որ այս տոնին այստեղ ենք, հենց այս նույն վայրկյանին հազարավոր հիվանդներ, միլիոնավոր հիվանդներ մահվան հետ կռիվ են տալիս իրենց մահճակալի մեջ։ Շատ կույրեր ուզում են տեսնել, խուլերը լսել, անդամալույսները քայլել, երազում են, բայց մենք խուսափում ենք այդ մարդկանց տեսնելու, այցելելու, նրանց ցավի մասին լսելու, խուսափում ենք, որովհետև մեզ միայն մեր կյանքն է հետաքրքրում։ Աստվածամայրը կարող էր իր կյանքով միայն ապրել, հոգս չվերցնել իր վրա։ Ասեր ես 15 տարեկան եմ, դեռ խաղալիքներով խաղում եմ, դեռ պիտի սիրահարվեմ, դեռ պիտի ուսում առնեմ, ուզում եմ ես բարձունքների հասնեմ, կարող էր ասել, բայց 15 տարեկանում, այսօրվա 15 տարեկանին նայեք եւ նայեք 2000 տարի առաջ, պատրաստ եղավ Աստծո ծրագրի մասը կազմել, առանց իմանալու իրեն ինչ է սպասում այդ ճանապարհին, վստահեց Աստծուն։ Մենք այսօր այդ վստահությունն ենք Աստծո հանդեպ։ Ամենահավատացյալ մարդը, հոգեվորականն անգամ իր դժվարության պահին զանգ ընկերոջն է անում, ծանոթներին ու բարեկամներին, մտերիմներին, ին հարցը լուծելու համար։ Որտեւ այդքան վստահություն չունենք, որ Տերը քո փշոտ ճանապարհը պիտի մաքրի, քո ցավը պիտի մեղմացնի, քո անորոշությունը պիտի լցնի ուրախությամբ, քո վախը պիտի համարձակությամբ վերածի, քո մեղքը պիտի սրբի, քո ձախորդությունը հաջողությամբ պիտի վերածի։ Միայն թե մեկ բառ ասես. Տեր, այո եմ ասում քեզ, պատրաստ եմ քեզ հետ քայլելու, քո խոսքը թող լինի իմ կյանքի մեջ, եւ ես վստահությամբ գալիս եմ քո ճանապարհով։ Չեմ հարցնում ինձ ինչ է սպասվում, ուր պիտի գնամ, ինչ պիտի լինեմ։ Վստահ եմ, որտեղ է որ լինեմ, դու ինձ հետ պիտի լինես անպայման, որովհետև դու խոստացել ես ինձ, իմ կյանքի բոլոր օրերում լիներ ինձ հետ մինչև աշխարհի վախճանը։ Այսքան բան պիտի ասել Տիրոջը։ Եվ հավատացեք, մեր կյանքի մեջ այդ վերափոխումը պիտի լինի։ Մենք նոր մարդ պիտի դառնանք, նորոգված, այս աշխարհի համար խաչված ու մեռած, մեր հավիտենական կյանքի համար ապրող, բայց այս աշխարհի մեջ լինելով, այս աշխարհի հետ բարեկամություն չունելով, որովհետև Հիսուսին այո ասելը նշանակում է ոչ ասել աշխարհին։ Ոչ ասել աշխարհին նշանակում է պատրաստ լինել Հիսուսի հետ այդ երենության օրերը անցնել ու քայլել, առանց վախենալու, առանց հուսահատվելու, որովհետև Տերը այնտեղ սպասում է մեզ։ Դրա համար է Հիսուս ասում. Ինձ եկեք բոլոր հոգնածները, ծանրաբեռնվածները, ես կհանգստացնեմ ձեզ։ Այդ հանգստությունը, այդ խաղաղությունը միայն Հիսուսով է, որ մարդը կարող է ստանալ։ Եվ Աստվածամայրը այդ օրինակն էր մեզ, որ այդ խոսքին հավատաց, լսեց ու շարժվեց ու հաղթեց ու չմնաց գերեզմանի մեջ, որդին նրան տեղափոխեց երկինք, որտեղ խաղաղությունն էր, սերն էր եւ հավիտենությունն էր։ Թող Տերը օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք իբրև քրիստոնյաներ սիրելիներ երբևէ ամոթով չթողնենք Տիրոջը իր խոսքը մերժելու համար,
Տերը երբեք չամանչի, որ այսպիսի քրիստոնյաներ կան այս աշխարհի մեջ, որ միայն շուրթերով են հավատում, բայց սրտով ու գործով շատ հեռու են իրանից։ Տերը մեզի այնքան զորություն տա, որ մեր դժվարության փորձության մեջ մեր հայացքը երկնքից երբեք չկտրենք։ Մեր ուժը միշտ այնտեղից ստանանք, ոչ թե դիմացինից կամ ներքևից։ Տերը այնքան մեզ զորություն տա, որ երբևէ կասկած չունենանք իր խոսքի հանդեպ։ Այնքան վստահ լինենք այդ խոսքով, որ ինչ էլ պատահի, գիտենք, որ Տերը մեզ հետ է եւ մեզ երբևէ մենակ չի թողել։ Այնքան զորություն տա մեզ, որ ինչքան սուտ աշխարհի մեջ լսենք, որ ամեն ինչ սուտ է, այս կյանքը մեկ անգամ ենք ապրում, կեր, խմիր, ուրախացիր, հիշենք Հիսուսի խոսքը, որ դրա հետ մեկտեղ նաև պիտի աղոթես, որ հանկարծ այդ ամենից հետո, երբ որ մահը գա, չվախենաս ու չսարսափես։ Աղոթենք, որպեսզի փորձության մեջ ընկնենք, բայց չմնանք այդ փորձության մեջ, այլ դուրս գանք այդ փորձությունից։ Եվ վերջապես աղոթենք, որ Տերը ուզենա մեզ օգնել։ Տերը ցանկանա մեր ձեռքը բռնել, որպեսզի մենք միայնակ չմնանք, այդ միայնության վախով չապրենք այս աշխարհի մեջ։ Իսկ Աստվածամայրը վերևից լուր իր մայրական ներկայությամբ ամեն մեկից պիտի ջերմացնի, ամեն մեկից համար պիտի խնդրի, ամեն մեկից համար պիտի աղոթի, ամեն մեկից համար երկնքից իր օրհնությունը պիտի տա, որպեսզի իր օրինակով մենք էլ կարողանանք ասել Տեր, ահավասիկ մնում են քո հավատարիմ ծառաները։ Թող քո խոսքի համաձայն լինի մեզ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։